Սիրելիներս, ուզում եմ ձեզ մի դեպք պատմեմ, որ տեղի ունեցավ մի քանի օր առաջ, դա գիշեր էր եւ ես տաքսի էի վարում, մոտավորապես գիշերվա 1-ն էր, մի աղջիկ նստավ համարյա հագնված, իրականում նա կարելի ասել մերկ էր, նրա վրա ամբողջովին տատուիրովկաներ էր, նրանից արաղի հոտ էր շատ ուժեղ գալիս եւ լկտի ձևով ծամոն էր ծամում։ Եվ նա նստավ մեքենան, ասաց՝ «Տար ինձ այստեղ, տար այնտեղ», մի քանի կետ էր նշել։ Գիտեք, մենք գնում ենք եւ երկրպագություն էր մեքենայի մեջ հնչում։ Եվ այդ ժամանակ մի ձեն լսեցի այսպիսի, որ դուք նայում եք մարդու արտաքինին, բայց ես նայում եմ սրտին։ Եվ այդ ժամանակ այնքան հետաքրքիր էր, ես հայլի միջոցով նայեցի նրա աչքերին եւ այնքան ցավ տեսա նրա աչքերի մեջ։ Եվ ես նրան ասացի՝ «Քուրիկ, ասի ի՞նչն է պատճառը, որ այսքան երիտասարդ եք եւ այսքան ցավ կա ձեր աչքերի մեջ»։ Նա սկսեց արտասվել։ Նա շատ ուժեղ արտասվում էր եւ ես նրան ասի՝ «Լացի, հանգստացիր», եւ նա լացեց, հանգստացավ, հետո մենք խոսեցինք, իրականում նա Հիսուսին ընդունեց, հրավիրեցի եկեղեցի։ Գիտեք, սիրելիներս, ինչ եմ ուզում ասած ըլլեմ։ Իրականում մենք պետք է սովորենք ոչ թե մարդու արտաքինին նայենք, շատ անգամ էս արտաքինի հետևը մի այնպիսի գանձ է թաքնված։ Աստծո խոսքը ասում է, որ խավարի մեջի գանձերը ձեզ եմ տալու։ Որտեղ են գանձերը, հենց այդտեղ, այդպիսի մարդկանց մեջ, այդպիսի արտաքինների տակ է թաքնված գանձերը։ Սիրելիներս, ամեն մարդ ինք իրականում գանձ է, ամեն մարդ իրականում արժանի է պատվի եւ սիրո, եւ ամեն մարդ արժանի է երջանկության։ Միգուցե քո կյանքում էլ է ցավերը, վիշտերը, խոցվածությունը, դավաճանվածությունը, եւ դու մտածում ես, որ ալկոհոլն է քեզ օգնելու, կամ էլ ինչ-որ խնջույքներ են քեզ օգնելու, գիշերը ուշ տուն գնալն է քեզ օգնելու, փաբերն են օգնելու։ Ես քեզ ասեմ, սիրելիներս, ոչ մի բան էլ քեզ չի կարող օգնել, եթե միայն չգաս Հիսուսին։ Գիտես, Աստված իր ձեռքերը այսպես բաց, քեզ ասում է welcome։ Աշխարհը իր ձեռքերը այսպես բաց, քեզ ասում է բարի գալուս դժոխք։ Գիտես, աշխարհը ունի մի այսպիսի հատկություն, ինքը սիրում է խաբել, տալ ժամանակավոր ինչ-որ խաղաղություն, ժամանակավոր ինչ-որ մի բան, տալիս է ալկոհոլ, թմրադեղեր, թմրախոտեր, որպեսզի դու կարողանաս այդ ցավը ինչ-որ ժամանակով լռեցնել։ Բայց մեր Աստված իրականում ինքը գալիս է եւ տալիս է բժշկություն քո վերքերին եւ մխիթարություն։ Սիրելիս, եթե քո կյանքում նույնպես այդպես է, ես քեզ ասեմ, Աստված քո արտաքինին չի նայում։ Աստված նայում է այն գանձին, որ քո ներսն է, քո սրտին, այդ քո գանձ էությանը, որ քո ներսում է, այս մարմնի ներսում, մարմնի տակ, եւ Աստված սիրում է քեզ այնպիսին, ինչպիսին